Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Արմեն Վարդանյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ Նոյան տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Վարդանյան, անդրադառնանք դատախազության պահանջին։ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվելու է 75 անշարժ գույք, 42 մեքենա, բիզնեսների բաժնեմասեր, 160 միլիոն դրամ, եւ դրան ավելացավ նաեւ ՊԵԿ-ի մի քիչ մոտ ժամանակներս արված մի հայտարարություն, որ պետությանը պատճառվել է 870 միլիոն դրամի վնաս, եւ այս ամենը ըստ ՊԵԿ-ի տեղեկատվության հենց կապված է Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի հետ։ Այդ գործը հիմնականում ավիակերոսինի մասին է, որը ներմուծվել է Հայաստան, բայց չկա ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում։ Հարցս հետևյալն է. ինչու որոշեցին հենց հիմա ունեզրկել այսպես Գագիկ Ծառուկյանին եւ արդյոք ՊԵԿ-ը այս տեղեկատվությունը ավելի շուտ չէր կարող հրապարակել։ Ակնհայտ է, որ քաղաքական մոտիվացիա կա այս գործընթացում։ Եթե Գագիկ Ծառուկյանը լոյալ լիներ իշխանություններին, այս գործընթացը չէր լինի կամ այս տեսքով չէր լինի։ Ինքը կարող է ինչ-որ հարցերում տուգանային ինչ-որ սիմվոլիկ կամ մի քանի միլիոն դրամ, բայց այդպիսի խոշոր բռնագանձման գործընթաց գնալ, ձերբակալություն եւ այլն ցույց է տալիս, որ ինչ որ կարմիր գծեր է հատել։ Իսկ իմ կարծիքով տեղ է ունեցել այն, որ Գագիկ Ծառուկյանը միացել է Սամվել Կարապետյանին եւ Քոչարյանին եւ փորձել է իրականացնել Պուտինի վաղեմի այսպես ցանկությունը փոխել Հայաստանի իշխանություններին, այսինքն ինքը մտել է մի գործընթացի մեջ, որը ենթադրում է նաեւ ռուսական ազդեցության ոլորտի մեջ մտնել եւ այս ամենը բերել նրան, որ իշխանությունը փորձում է ուղղակի Գագիկ Ծառուկյանին որպես գործոն վերջնականապես չեզոքացնել, եթե ինքը լիներ սովորական, ասենք ընդդիմադիր, ինչ-որ էլի իշխանությունների դեմ պայքարեր, փորձեր իշխանության գալ եւ այլն, այս տեսքով, այս ձևով չէր լինի գործընթացները, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, դրա համար ներդրեց շատ մեծ ֆինանսական եւ այլ ռեսուրսներ եւ Գագիկ Ծառուկյանը դարձել է ռուսական խաղի մի մասը, ինչն էլ փաստորեն նրան չներվեց իշխանության կողմից։ Եվ ինչպես եք պատկերացնում այս հանգուցալուծումը ինչպիսին է լինելու։ Այս պայդրությամբ, երբ մենք հիմա ձեզ հետ այս հարցազրույցը անց եք կացնում, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատավորները քննչական կոմիտեի դիմաց են, փորձում են հանդիպումներ գտնել քննիչի հետ, փորձում են իրենց աշխատանքի վերադառնալ, սակայն դեռ չի ստացվում։ Այդ մարդկանց մասին ով պետք է մտածի։ Իշխանությունը պետք է մտածի, բայց ցավոք սրտի այդ մարդիկ արանքում կտուժվեն, տարավոր, հազարավոր մարդիկ կտուժվեն այդ արանքում, որովհետև իրոք անմեղ մարդիկ շատ կան, որոնք ոչ բանով մեղավոր չեն, բայց քանի որ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներն են, իրենք էլ կամա թե ակամա հայտնվում են հարվածի տակ։ Իրականում բայց իշխանությունը նման ապագա էր խոստանում էր ժողովրդին, հասարակ աշխատողներին։ Իհարկե ոչ, իշխանությունը շատ բաներ եւ նախորդ ընտրություններին եւ այս ընտրություններին ասել է այլ բաներ, իրականացրել է այլ բաներ։ Այս ընտրություններից հետո ինձ ասացին, որ հազարավոր մարդկանց նպաստները հաջորդ օրը ընտրությունների հաջորդ օրը կտրել են։ Եվ այլն եւ այլն։ Այնպես որ սա առաջի դեպքը չի եւ ցավում եմ այդ մարդկանց համար, բայց գործընթացը գնում, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկեն, չեզոքացնեն որպես գործոն եւ նա այլևս նախքին թափը հզորությունը չունենա, որ կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հենց սա չի ներում, որ Գագիկ Ծառուկյանը մտել է ռուսական խաղի մեջ, դարձել է ռուսական պլանի եւ ռուսական խաղի մի մաս։ Եթե դա չլիներ, մնացած հարցերը կարծում եմ կլուծեին, կպայմանավորվեին։ Կարմիր գծերի հատումը հենց այդտեղ է ունեցել։ Գագիկ Ծառուկյանի դեպքը հնարավորություն է տալիս փորձել վերլուծել եւ հասկանալ որն է քաղաքական հաշվեհարդարը եւ որն է իրական հակակոռուպցիոն պայքարը, որն է։ Դե գիտեք, երկուսն էլ կա, այնպես չի որ Գագիկ Ծառուկյանը սուրբ է, Գագիկ Ծառուկյանի երկու մարմինները այսպես իր հալալ կրտինքով եւ ամբողջովին օրինական ճանապարհով է վաստակել։ Ռոբերտ Քոչարյանն ասում է օրինական հալալ քրտինքով վաստակած Գագիկ Ծառուկյանի այսպես զորացումը հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել եւ իշխանության գերակրատաշտից եւ իշխանական ազդեցության լծակներից օգտվելով Գագիկ Ծառուկյանը դարձել է մի մոնստր, մի հրեշ, որը հետագայում նաեւ այլ տարբեր իշխանությունների համար գլխացավանք է դառել եւ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Ես ուզում եմ հիշեցնել, ժամանակին Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի եղբոր Վալերի Քոչարյանի
գործընկերներ միասին տարբեր գործունեություն էին ծավալում, կարծեմ հենց Արմավիա ընկերությունը երբ որ սնանկացավ, հենց այդ երկուսն էին այնտեղ ներգրավված եւ այլն, ինքը որպես օլիգարխ դարձավ, հենց օլիգարխ դարձավ Ռոբերտ Քոչյանի օրոք։ Միջև այդ Գագիկ Ծառուկյանը այսպես սովորական գործարար էր, ոչ այդքան մեծ թափով։ Հետո հենց այդ տարիներին Արարատ ցեմենտ գործարանը, մի շարք այլ գործարաններ, կոնյակի գործարանը տիրացավ։ Դրանից բացի նաև այլ ձեռնարկություններ հիմնեց։ Մի խոսքով, բայց ակնհայտ է, ելի եմ ասում, սա որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի։ Եթե Գագիկ Ծառուկյանը չդառնար այս հակաիշխանական պայքարի մի մաս, կարծում եմ այս կամ այն կերպ նրա այդ լեզու կգտնեին։ Հիմա կարմիր գծեր է անցել ինքը, որը որ իշխանություն չի ներում։ Եվ ձեր կարծիքով սա այդպես էլ պետք է լինի, սա օբյեկտիվ մոտեցում է։ Չէ, ես դեմ եմ միշտ եղել, որ հակաօրինական ճանապարհով ժողովրդարական պետություններում հակաօրինական ճանապարհով հարցեր լուծեն։ Նույնիսկ ամենա բարի թվացող նպատակը չպետք է հակաօրինական եւ հակաժողովրդավարական ճանապարհներով անի։ Հիմա իշխանությունները ասում են մենք մասնավոր խոսակցություններ իհարկե մենք Գագիկ Ծառուկյանին պատժում ենք SSS բանի համար, որ նա պետության դեմել է Ռուսաստանի պրոքսին է դարձել եւ այլն։ Այս են ասում մասնավոր խոսակցություններում։ Թվում է, այո, նպատակը բարի է, իշխանությունը պետք է այդպիսի այդ հրեշներին ոչնչացնի, որպեսզի պետականությունը հարված չլինի պետականության, բայց ես չեմ ընդունում սա, ես չեմ ընդունում, որ հակաժողովրդական եւ հակաօրինական ճանապարհներով քայլեր են անում եւ նաեւ չեմ ընդունում այն, որ քաղաքական հարցերը լուծվում են տվյալ պահին կոնյունկտուրայից ելնելով։ Եթե այդ պահին պետք է, իրենք կարող են շատ հարցերի վրա աշկ փակել։ Գագիկ Ծառուկյանը միակը չի, նրա նման բազմաթիվ այլ գործիչներ կան, որոնք հիմա իշխանության հետ լեզու են գտել եւ որոնք խնդիրներ չունեն մեծ հաշվով։ Ուզում եք ասել, որ ամեն դեպքում գործարարները Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են։ Չէ, պաշտպանված չեն։ Եթե պաշտպանված են։ Դե եթե կան մարդիկ, ովքեր իշխանության կողքին են։ Դրանք ոչ ֆորմալ, այսպես ասեմ, ոչ ֆորմալ պակտ են կնքել իշխանության հետ, պայմանավորվածության են ասել։ Բայց եթե նրանք կարմիր գծեր ատեն, նրանց հետ էլ լինելու։ Այնինչ տեղի ունենում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Այսինքն գործարարները պաշտպանված չեն։ Գոնե այն գործարարները, որոնք որ ոչ օրինական ճանապարհներով են հարստացել, այդ գործարարները հաստատապես խնդիրներ են ունենալու։ Այն գործարարները, որոնք որ ասենք օրինական ճանապարհով են իրենց ունեցվածքը վաստակել, իրենք շատ ավելի պաշտպանված են, կարծում եմ։ Չնայած էլ եմ ասում, իրենք էլ չի կարելի ասել, որ վերջնականապես իրենց ամրագրել են, իրենք էլ կարող են խնդիրներ ունենալ։ Ամեն դեպքում չպետք է հարցերը քաղաքական կոնյունկտուրայից ելնելով լուծվել։ Եթե այս պահին տվյալ գործարարը կամ տվյալ քաղաքական գործիչ իշխանություններին լոյալ է, իշխանությունների հետ լավ հարաբերությունների մեջ է, կարող են շատ հարցերի վրա աշկ փակել։ Կարող են նրանց հետ կապված գործեր լինեն, բայց տարիներով ձգձգվեն։ Օրինակ դուք չեք կարծում, որ այս 887 միլիոն դրամի մասին ավելի վաղ են տեղեկացվել, բայց պահել են դարակում եւ հիմա են հանում։ Հնարավոր է այն հոդվածը, այդ օրինակ Արարատ ցեմենտի գործարանի գործը, որ դրել են, կարծեմ արդեն վերջնականապես պետությունը կառավարիչի տրվեց, այո, գործընթացը արդեն։ Այդ տարիներ շարունակ հետքը գրել է դրա մասին։ Արդեն 8-րդ տարին է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում այդ հոդվածը ոնց որ թե նկարագրական մասը հոդվածի, ոչ կան գիտեմ, հենց հետքից վերցած կոպի պեստ արած դրած է։ Այսինքն այնպես չի որ իշխանությունները հենց նոր իմացան դրա մասին։ Իրենք չգիտեն։ Տիգրան Ավինյանն ասում էր, որ մուլտիվելեսի հետ կապված այդ գործընթացները 1 տարի առաջ մտել են, խախտումները սկսել են արձանագրել, դա նոր չէ։ Այդ դեպքում այս ամենից հետո այո, հենց ես դրա մասին էի ասում, եւ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ Նույնը նաեւ այդ Երևան Մոսկվա կինոթատրոնի առջև, որ մի հատ հյուրանոցված է Գագիկ Ծառուկյանը։ Երկար տարիներ այնտեղ շինարարությունը դադարեցված էր, խնդիրներ կային, որովհետեւ կարծեմ անօրինական ճանապարհով էր գնում շինարարությունը, վերջնական թույլտվություն չկար։ Մամուլում էլ բավականին մեծ աղմուկ բարձրացավ մի պահ, որ Գագիկ Ծառուկյանը այդ հյուրանոցը կառուցումը չունենալով շին թույլտվություն եւ այլն։ Բայց աշխատանքները աշկ էին փակում դրա վրա, էլի ոչ մի գործընթաց չկար, հիմա կարող է էլի արդեն վերաբացեն այդ գործը։ Հենց ցավն է դա, որ քաղաքական գործերը բացվում են կամ գործերը ինտենսիվացնում են միայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։
երբ որ ասենք տվյալ քաղաքական գործիչը, տվյալ գործարարը իշխանությունների հետ լավ է, նրանց լոյալ է, կարող է, այսպես ասեմ, սրբացնեն։ Այո, նույն հատիս լեռան հետ կապված դեպքերը, էլի բազմաթիվ խախտումներով են այնտեղ շինարարություն անցկացրել եւ այլն թույլտվություն ստացել, բայց էլի իշխան մամուլը գրում էր ակտիվիստները ձայն էին բարձրացնում, էլի Արձանը կառուցվում էր, այնպես չէ, որ դադարեցրել են աշխատանքները։ Հենց սա է ցավալին, որ օրենքը ընտրողական են կիրառում, այդ պետք է մի քիչ ավելի պետք է գնանք ժողովրդավարացման ժողովրդավարական ճանապարհով եւ օրենքի դիկտատուրա լինի, օրենքը աշխատի անկախ ամեն ինչից, անկախ այն բանից տվյալ գործարարի իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ է, թե վատ հարաբերությունների մեջ։ Ձեր կարծիքով Գագիկ Ծառուկյանի այդ քաղաքական դաշտում չլինելու տեղը բաց կմնա, թե ինչ որ մեկը կլրացնի։ Ինչ առումով բաց կմնա։ Նկատի ունեմ որպես Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որպես Նույնիսկ չի որ Բարգավաճ Հայաստանը շատ կարևոր գաղափարական կամ իրեն պետք է լինելու այդ քաղաքական դաշտը դեռ պահել, թեև դուրս կգա ինքը անձամբ։ Գիտեք, Գագիկ Ծառուկյանը լինելով օլիգարխ, մեծ հնարավորությունների տերմար, տարբեր տարիներին իշխանության կողմից ինչ որ առումով եղել է լավ կարկանդակ, այն առումով, որ նա մոբիլիզացրել է իր ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները իշխանության թիկունքը ամրապնդելու համար։ Խոսքը հիմնավորապես մասնավորապես վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Այն ժամանակ Բարգավաճ Հայաստանի երկրորդ ուժն էր, այսպես շատ մեծ ներկայացվածություններ ազգային ժողովում եւ իշխանության թիկունքներ պահում։ Հետագայում այդ հրեշին, այսպես ասեմ, ճակերտավոր հրեշ, չկարողացավ իշխանությունը սանձել եւ խնդիրներ եղան։ Սերժ Սարգսյանի ժամանակներից սկսած։ Այդ ժամանակ արդեն նա դարձավ գլխացավանք իշխանությունների համար, եւ նախորդ իշխանությունների եւ ներկայիս իշխանությունների համար։ Եթե մի հրաշքով իշխանականները ԿՊ ներկայացնեն, ասում են, որ մենք նրանց գործարք չենք առաջարկում, բայց եթե Գագիկ Ծառուկյանը ինչ որ մի հրաշքով, ասենք, դառնար իշխանություններին լոյալ, իր կուսակցությունը ծառայեցներ իշխանության թիկունքն ամրապնդելու համար, ես վստահ եմ, որ շատ Ձայները նվիրեր ԿՊ-ին։ Ձայները նվիրեր, այո, եթե ասար ես գնալու եմ կոալիցիա կնքեմ, կոալիցիոն կառավարություն կազմեմ իշխանության հետ եւ այլն, ես վստահ եմ նրան մեկ այլ աշկով կնային, ոչ այսպեսի։ Ամեն դեպքում կհետևենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հիմա անդրադառնանք Նիկոլ Փաշինյանը ժամանակին այս քարոզարշավից հետո առաջիկա նիստին կառավարության հայտարարեց, որ պետք է կաբինետներից դուրս գալ եւ մարդկանց հետ մարզերում հատկապես շփվել, որպեսզի կարողանան խնդիրները վերցնել, բերել կառավարություն եւ դրանց լուծումներ տալ։ Հիմա այսօր ուժեղ Հայաստանը մարզային ակտիվ այցեր է իրականացնում, հաշվի առնելով, որ հայտարարել են, որ մասնակցելու են նաեւ թիմ ընտրություններին։ Տեսեք, Նարեկ Կարապետյանը ասում է գալիս ենք, ասեք որ անենք, մենք հիշում ենք քաղաքացիական պայմանագիր, Տիգրան Ավինյանն ասում էր կանենք։ Ժողովուրդը չի վստահում այս երկու բառակապակցություններին, քանի որ քարոզարշավի ժամանակ մի բան է խոստանում, հետո աթոռներին այլ տարբերակ է ստացվում։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք ուժեղ Հայաստան արդեն որ սկսել է այս գործընթացը, կարող է 1 կամ 2 քայլ առաջ ընկնել քաղաքացիական պայմանագրից եւ ավելի շուտ վստահությունը ձեռք բերել ժողովրդի քաղաքացիական պայմանագիրը խնդիր կունենա հետագայում վերականգնելու իր դիրքերը։ Տեսեք, ուժեղ Հայաստանը իր դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետեւ նախընտրական շրջանում ինքը այլ ռետորաբանությամբ էր հանդես գալի։ Ինքը ասում էր ոչ մի այլ տարբերակ չենք դիտարկում, միայն գնում ենք իշխանափոխության, իշխանությունը վերցնելու ենք, նույնիսկ օրեր էին հաշվում եւ այլն։ Եվ հետո մի հատ բարդ իրավիճակում հայտնվեց իրենք։ Չհավաքեցին անհրաժեշտ ձայներ իշխանության գալու համար, բայց մյուս կողմից էլ չգնալ խորհրդարան, չմասնակցել քաղաքական կյանքին, այն քաղաքական ինքնասպանության պես նման մի բան կներ։ Հիմա կամ արդյոք ասում են բոյկոտեք, մի մասնակցեք, բայց դա սխալ է բոլոր առումով, եւ իրենց առումով եւ նաեւ Հայաստանի քաղաքական կյանքի համար։ Մանդատների վերցնելը դուք ընդունում եք։ Այո, իհարկե, եթե չվերցնեն այդ քաղաքական ուժը քաղաքական ինքնասպանություն կգործի, ցանկացած քաղաքական ուժին է սա վերաբերում։ Պատկերացեք չեն վերցնում մանդատները 5 տարի զբաղվում են չգիտես ինչով, ասենք ինչ որ փողոցային պայքար են տարում, բայց էլի հաջողության չեն Փաշինյանի հասնում։ հեռացմամբ, այսպես ասած։ Հա, բայց հաջողության չեն հասնում։ 5 տարի հետո գնալու են այդ ժողովրդին, ինչ երեսով են գնալու ժողովրդի մոտ։ Հիմա, այո, ճիշտ եք նկատել, գնում են գյուղեր, ինչ որ աշխատանքներ են տանում, փորձում են ավելյալ քաղաքական կապիտալ կուտակել, ավելի մեծացնել իրենց ընտրազանգվածը եւ
սկսած այս պահից նախ թիմ ընտրությունների միջոցով, հետագայում նաև խորհրդանական դրության ընտրությունների միջոցով գալ իշխանության։ Կհաջողվի դա նրանց, թե ոչ, դա այլ հարց է։ Բայց ակնհայտ է, որ դրա համար պետք է իրենք աշխատեն ժողովրդի հետ։ Եթե բոյկոտեին, իրենց մանդատները չվերցնեին, ինչ պետք է անեին 5 տարի հետո, 5 տարի հետո ինչ դեմքով, ինչ երեսով պետք է գնային այդ ժողովրդից ձայն ստանալու, ձայն խնդրելու։ Բնականաբար ճիշտ են անում, ճիշտ քայլ անում։ Այս տեսանկյունից որևէ սխալ բան չկա, ամբողջ խնդիրն այն է, որ իրենք այլ հռետորաբանությամբ են նախընտրական շրջանում հանդես եկել եւ պլան B կամ չունեին կամ էլ չեն ներկայացրել ժողովրդին։ Իսկ դուք ինչ եք մտածում ունեն պլան B թե չունեն։ Կարծում եմ ունեն, ես դրա մասին խոսեցի, պլան B-ն է, որ եթե չստացվի այս կամ այն ձևով իշխանափոխություն անել, իրենք փորձելու են 5 տարի հետո դա անել, բայց մինչ այդ իհարկե պետք է ամրապնդեն իրենց դիրքերը թիմ ընտրությունների միջոցով։ Օրինակ, եթե Երևան քաղաքում տեսականորեն եմ սա ասում, ուժեղ Հայաստանը հաղթի, դա շատ մեծ քայլ է հետագայում համապետական ընտրություններին նաև իշխանափոխություն իրականացնելու համար, որովհետև ով տիրում է Երևանին, տիրում է նաև ամբողջ Հայաստանին։ Երևանը Հայաստանի կեսն է։ Եվ այդ մեծ վարչական, ֆինանսական ռեսուրսներին տիրապետելով ցանկացած կուսակցություն իր արժեվ լուրջ դռներ է բացում ամբողջ հանրապետությունում իշխանություն վերցնելու համար։ Հիմա իրանք կարծում եմ շատ լուրջ ռեսուրսներ են ներդնելու նաև առաջիկա Երևանի ընտրությունները նաև այլ համայնքներում։ Եվ իրենց նախընտրական ցուցակում էլ էլի տեսանելի են մարդիկ էին, որոնք շատ կային մարդիկ, որոնք թիմ ղեկավարներ են եղել կամ հիմա են ղեկավար Մամիկոն Ասլանյանը, այնտեղ կար Գորիսի նախկին փոխքաղաքապետը, Գյումրի քաղաքապետի պաշտոնակատարը, այս առումով ճիշտ ճանապարհով են գնում, այո, պետք է թիմում փորձես նախ քո իշխանությունը ուժեղացնել կամ հաստատել իշխանությունը, հետագայում նաև այդ ռեսուրսներն օգտագործելով փորձել ամբողջ հանրապետությունում իշխանություն վերցնել։ Մարտպետները հրաժարվեցին մանդատներից եւ նորից գնում են իրենց աշխատանքին, ինչով է սա պայմանավորված։ Դե դա այդպես էլ պետք է լիներ ըստ էության, ասենք կան մարզպետներ, որոնք որ մարզպետների ընտրություններում նրանք այնտեղ են պետք ավելի շատ։ Այո, նրանք ավելի շատ գործադիր տեղում իշխանության համար, տեղում աշխատելու համար են կարևոր։ Խորհրդարանում նրանք, այսպես ասեմ, անելիք չունեն, օրենսդրական առումով գործունեություն մեջ չեն կարող լուրջ հաջողություններ ունենալ։ 1-2-ը կարող են ունենալ, բայց եթե նրանց ավելի մեծ պրիզմայով ենք նայում, նրանց մեծ մասը տեղում կարող է լուրջ աշխատանք կատարել իշխանության համար։ Օրինակ Արմավիրի մարզպետը, եթե գնա խորհրդարան, այդ մարդը ոչ նորմալ կարգախոսա, ոչ էլ օրենք գրի, բայց նա իր համայնքներում, իր մարզում բավականին լուրջ աշխատանք է կատարել իշխանության համար եւ կարծում եմ բավականին մեծ ձայներ հավաքեց ԿՊ-ն։ Պարոն Վարդանյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Ջակփաթի Գլենդելի հասցեն է 11:35 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252, Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է տաղավարում քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Պարոն Վարդանյան, փաստորեն ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն, բայց վերցնում են մանդատները եւ գնում են ազգային ժողով։ Դրանով փաստորեն հակառակ գործընթացն են իրականացնում։ Եվ ձեր կարծիքով ամեն դեպքում հաշվի առնելով այդ սպառնալիքները, որ երկու կողմերից հնչեցվում է, որ գաք այստեղ տեսեք ինչպես ենք իրար հետ աշխատելու, ձեր պատկերացմամբ ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու։ Վատ ազգային ժողով ենք ունենալու, ինչպես որ նախորդներ էլի Գող Փիսո Քաչարշուն տրամաբանության եւ ռետորաբանության մեջ, եւ ես անձամբ ես այս ազգային ժողովից լավ ակնկալիքներ շատ չունեմ։ Առանձին падգամավորներ հնարավոր է լավ ինչ որ այնտեղ գործունեություն ծավալեն, բայց ընդհանուր ֆոնը, ընդհանուր պատկերը հուսադրող չէ։ Եվ անդրադառնանք թրիփին։ Փաստորեն Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արդեն թրիփի զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք եւ այնտեղ 49 տարու նախնական բաժնեմասերը նորից կլինեն Միացյալ Նահանգներ 74%, Հայաստանի Հանրապետություն 26%։ Ինչ է կարծում, այս բաժանությունը 74 եւ 26-ը որքանով է Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու գործընթաց։ Դե իրենց իշխանությունների պարզաբանումն այն էր, որ հիմնական ներդրումները անելու է Միացյալ Նահանգները, Հայաստանը միայն այդ հողի տրամադրումը եւ այլն է իրականացնելու, բայց ֆինանսական ներդրումները Միացյալ Նահանգների վրա են եւ բնականաբար այդ տեսանկյունից որ նայում ենք արդար է որ 74-26 հարաբերակցություն լինի, եթե իրենք են հիմնական ֆինանսական ներդրումներ անելու, բնականաբար իրենք էլ հենց մեծ մասնաբաժինը պետք է ունենան այդ նախագծից, եթե Հայաստանն էլ լուրջ ֆինանսներ ներդներ, բնականաբար այդ հարաբերակցությունը պետք է այլ լիներ։ Այդ 49 տարին համարում եք երկարաժամկետ է եւ վերահսկողության ռիսկերը ինչպիսին են այստեղ աշխատում։ Գիտեք ինչ, նման նախագծեր իրականացնելու համար ներդրողը պետք է ավելի երկարաժամկետ հիմքեր ունենա, այս պաշտպանվածություն ունենա, որ կարողանա այդպիսի ներդրումներ կատարել։ Չի կարող որևէ ներդրող գա ներդրում անել 10 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը ասի ձեր ներդրումները արդեն վերջացան, հաջողություն ձեզ գնացեք եւ այլն։ Պետք է ավելի երկարաժամկետ ներդրումների համար այդպիսի ավելի երկարաժամկետ երաշխիքներ, այս առումով էլ որևէ տարօրինակ բան չկա, չեմ կարծում ինչ որ արտարոց բան կա, որ 49 տարով այդ թույլտվություն տալիս են ԱՄՆ-ին։ Իսկ Կոստանդին Սոկոլովի նշանակումը ինչ կտա Հայաստանի Հանրապետությանը։ Դե Հայաստանին չգիտեմ ինչ կտա, դա ամերիկյան կողմի համանախագահն է, այսպես ասած բայց ռուս դոնոր է։ Այո, կասկածելի ինչ մարդ է, իր ցակումնաբանությունը հաշվի առնելով, բայց սա մեր խնդիրը չի մեծ հաշվով, դա ավելի շատ ամերիկացիների խնդիրն է, եթե իրենք են ներդրումներ կատարում եւ իրենք են այդքան մեծ ջանքեր երանդներ ներդնում, որ այդ գործընթացը այս նախագծը իրականացվի, իրենք պետք է նաեւ այդ ռիսկերը կառավարեն։ Եթե գտնում են, որ ռիսկը չկա այստեղ, դա իրենց գործն է։ Մեր խնդիրն այն է, որ մենք մեր շահերը առաջ մղենք եւ հետամուտ լինենք մեր շահերի իրագործմանը։ Մեր շահերի համար նաեւ պետք է կարողանանք բալանսը պահպանել Ռուսաստան, Իրան,
այս թրիփի հետ կապված ինչպես են կարողանալու հատկապես որ Ալիևը նորից ակնարկեց Զանգեզուրի միջանցքը մենք տեսնում ենք այդ հռետորաբանությունները ամոթ չի դադարում Շուշուի մի շարք հայտարարություններ արեք որոնք արդեն կարծես թե մտահոգիչ են Ռուսաստանը ամենքեր փորձում է քարնետել այս նախագծի վրա եւ այս պայմանավորվածությունները իջիկ դարձնել դրա համար ինքը ինչ-որ ջանքեր գործադրում է բայց լուրջ ռեսուրսներ չունի դրա համար ինքը իր ձեռքով Հայաստանի վրա իր լծակները կորցրել են նախկինում Արցախի միջոցով էին Հայաստանի վրա ճնշումներ գործադրում հետո իրենց պատճառով Արցախը կորավ էթնիկ զտում տեղի ունեցավ եւ այժմ իրենց ձեռքով զրկվել են իրենց լծակից հիմա փորձում են այստեղ ինչ-որ իրենց ազդեցության գործակալների միջոցով կեղծ հայտարարություններ, սուտ հայտարարություններ տարածել, կեղծ նարատիվներ տարածել օրինակ այդ նարատիվներից մեկն այն է, որ իբր Հայաստանի Հանրապետություն չի վերահսկելու այդ միջանցքը, այդ երթուղին, այնտեղ ամերիկյան ռազմական ներկայացվածություն լինելու եւ այլն։ Այս կերպով նաև փորձում են Իրանին հակադրել Հայաստանի հետ։ Օրինակ Իրանի համար ամենազգայուն հարցերից մեկը ամերիկյան ռազմական ներկայացվածության հարցն է։ Եվ Հայաստանը չնայած պաշտոնապես բազմից հայտարարել է նաև անձնական մակարդակում հանդիպումների ժամանակ հավաստիացրել է, պարատել է իրանցիների կասկածները, որ որևէ ամերիկացի զինվորական չի գալու այստեղ ամերիկյան ռազմական ներկայացվածություն չի լինելու, բայց տեսնում ենք ժամանակ առ ժամանակ Իրանից էլի հնչում են մտահոգող հայտարարություններ եւ սա ցույց է տալիս, որ նաեւ Ռուսաստանը փորձում է Իրանի միջոցով կրակի չականակներ անել, Իրանի միջոցով փորձում է չեղարկել, հոդս ցնդեցնել այդ կարևոր նախագիծը։ Մեր խնդիրն է խոսել անընդհատ Իրանի հետ, ինչ անում են մեր իշխանությունները, բացատրել նրանց, որ սա որևէ կերպ ուղղված չէ Իրանին, այստեղ որևէ ռազմական ներկայացվածություն չի լինելու եւ կյանքի կոչել այս նախագիծը, առաջ տանել, թեկուզ դժվարությամբ, բայց առաջ տանել նախագիծը։ Հնարավոր է նաև պետք է կարելի է, հնարավոր է, որ իրանական ընկերություններին նույնպես ներգրավել այս գործընթացում, Իրանում կան լուրջ շինարարական ընկերություններ, որոնք ասենք կարող են ասես բարդ ռելիեֆներում շատ բարդ ենթակառուցվածքներ կառուցել։ Հնարավոր է միգուցե նրանց էլ ներգրավել, նրանց էլ այնպես անել, որ իրենք էլ շահ ստանան, շահ ունենան այս գործընթացից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը ամբողջովին դուրս է մնացել եւ դուրս կմնա այս նախագծից եւ ինչքան էլ փորձի նա չեղարկել կամ ուղղակի տոպեդարել այս գործընթացը կարծում եմ հաջողություն չի ունենա։ Ռուսաստանը շատ մեղմ վերաբերվեց եւ արտահայտվեց Ալիևի Շուշիում արված հայտարարություն Ուկրաինայի մասով։ Ինչով եք բացատրում, ինչու Պեսկով այդքան մեղմ հայտարարեց, որ համաձայն չենք Ալիևի հայտարարությունների հետ, որ ընդունում է Ռուսաստան Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ հորդորում է ուկրաինացիներին շարունակել դեռ պայքարը եւ ասում է, որ այդ մի փոքրիկ դրվագը չի կարող իրենց հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ։ Ինչ բարդ է ասել, իրականում Պեսկովը միշտ շատ մեղմ է խոսել եւ Հայաստանի իշխանությունների հանդեպ նախագահական ապարատից կոշտ հայտարարությունները սովորաբար շատ չեն լինում։ Իրենք այլ դերակատարներ ունեն դրա համար նախարարության Զախարովան, Մեդվեդևը եւ այլ գործիչներ կան, որոնք իրենց է վերապահված ավելի կոշտ հայտարարություններ անեն։ Պեսկովը երբեք էլ որևէ երկրի հետ կապված այդպես կոշտ ռետորաբանություն չի ցուցաբերում։ Սա մեկ, երկրորդը պետք է նաեւ նկատել, որ Էսպային Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, Ռուսաստանը չի շահագրգռված Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի վատացնելու, մանավանդ որ դրանք վերջին 2 տարիներին խիստ լարվել էին, խիսրվել էին, կապված ադրբեջանական պետական ավիաընկերության Ազալի ինքնաթիռի խոցման հետ, ինչպես նաև էլի մի շարք դրվագներ եղան ռուս միգրանտների ձերբակալեցին Ադրբեջանում փակվեց։ Անդորում հրապարակավ արեցին այդ ամենը։ Այո, շատ կոպիտ ձևով ծեծեցին նրանց, աշկների տակ կապտեցրեցին եւ ցուցադրեցին հեռուստատեսությամբ։ Բացի դրանից Բաքվում փակվեց ռուս Սատրուդնիչեստվոյի գրասենյակը, Սպուտնիկ Ադրբեջանի գլխավոր խմբագիրը ձերբակալվեց, երկար ժամանակ բանտում էր գտնվում Ադրբեջանի։ Եվ այլն, Ռուսաստանում էլ էլի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ ձերբակալվեցին, մի շարք քաղաքների
տեղական ադրբեջանական համայնքների ղեկավարներ, որոնք ազդեցիկ գործարարներ են, ձերբակալվեցին։ Մի քանի հոգու նաև սպանեցին, եթե հիշում եք, ադրբեջանցիների, որոնք 20-25 տարի առաջ ինչ որ այսպես բաներ էին արել, հիմա հիշեցին այդ մասին, ձերբակալեցին եւ ձերբակալության ժամանակ մի քանիսը սպանվեցին։ Այսինքն լարվածություն կար վերջի 2 տարիներին, հիմա փորձում են կողմերը մի քիչ մեղմել եւ Ազալի հետ, այդ Ազալի ինքնաթիռի հետ կապած պատմությունը կարծես թե մոռանում են։ Արդեն իր հանգուցալուծումը գտավ, Ռուսաստանը ներողություն խնդրեց, պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել զոհված մարդկանց ընտանիքներին եւ այլն։ Մի խոսքով նկատելի է, որ Ռուսաստանը չի ցանկանում այս բանին ավելի պատասխանել հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ Ալիևը դա իմանալով միգուցե ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալի ավելի կոշտ ռետորաբանություն ասել բաներ, որը որ նախկինում չէր անի։ Իսկ մեզ համար կան վտանգավոր այդտեղ ինչ որ։ Գիտեք, չէ, մեզ համար վտանգավոր բան չկա։ Դա նրանց խնդիրն է։ Իրենց խնդիրները երբեք էլ այսպես միագիծ չեն եղել։ Անդադ զիգզագացել են զարգացել, մեկ լավացել են, մեկ վատացել են, բայց մենք նաև տեսել ենք, որ ինչ որ պահի նաև Ալիևը կարողացել է լեզու գտնել Պուտինի հետ եւ իր համար ավելի լավ հունով տանել Ռուսաստանի քաղաքականությունը հարավային Կովկասում։ Տեսանք 20-23 թվականներին Ռուսաստանի պահվածքը այս տարածաշրջանում, երբ որ Ադրբեջանն էր արձակվում Հայաստանի եւ Արցախի վրա եւ ռուսական կողմը անգործություններ ցուցաբերում, երբեմն նույնիսկ թիկունքից հարվածելով Հայաստանին։ Իսկ դա պատահական չի կարող լինել, ակնհայտ է, որ Ալիևը լեզու էր գտնում Պուտինի հետ, այնպես որ այս երկու դիկտատորները կարողանում են իրենց այդ լեզու գտնել։ Մի կողմից մրցակցում են, հարվածներ են հասցնում միմյանց, բայց նաև ինչ որ պահի կարողանում են պայմանավորվել։ Թե ինչպես են դա անում, մի քիչ բարդ է ասել, բայց ստացվում է շատ հաճախ։ Եվ անդրադառնանք Միացյալ Նահանգներ եւ Իրան։ Այս գիշերվա ընթացքում էլ փաստորեն փոխադարձ հարվածներ են հացվել, երկու կողմեր ունեցել են կորուստներ։ Ինչ է լինելու ամեն դեպքում Միացյալ Նահանգների եւ Իրանի այս արճակատումը որտեղ է վերջանալու։ Ընդ որում Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն թուլացել են եւ արդյոք դա հնարավորություն է տալու, որ կամ ստիպելու են Իրանին գնալ որոշակի զիջումների եւ բանակցությունների ընթացքում անել այն ինչ որ կթելադրի Միացյալ Նահանգները։ Թրամփը ամեն կերպ ուզում է ստանալ գործարք, սա ակնհայտ է եւ ինքը չէր թաքցնում։ Բայց նաեւ ակնհայտ է, որ Իրանը չի ցանկանում իր բոլոր խաղաքարտերը, այսպես ասեմ, կորցնել, ինքն էլ է ուզում այդ գործարքի շահով դուրս գալ։ Եվ բնականաբար գալիս է ինչ որ պահեր, որ իրանական կողմը զիջումների չի գնում եւ այս դեպքում արդեն մի կողմից զենք, մյուս կողմից բանակցություն, ամերիկյան այսպես տեխնոլոգիաներն են աշխատում, մի կողմից այո, հարվածներ են հասնում Իրանի վրա, փորձում են ավելի թույլատնել նրա դիրքերը բանակցային սեղանի շուրջ եւ կարծում եմ ինչ որ մի փուլին կողմերը կգնան պայմանավորվածության, որովհետեւ ավելի լայնամասշտաբ պատերազմը եւ ավելի երկարատեւ պատերազմը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի շահերից եւ ԱՄՆ-ում էլ արժևում միջանկյալ ընտրություններ են կոնգրեսում եւ իրենք էլ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը Թրամփը գնում է գնացող նախագահ, բայց դե արդեն կա հարապետականների տեխնացուի Ջեյ Դի Վենսի հարցը։ Ջեյ Դի Վենսն է երևույթին լինելու հաջորդ նախագահի տեխնացուն հարապետական կուսակցության։ Իսկ Ջեյ Դի Վենսին պետք չի պատերազմ։ Այնպես որ ամերիկացիներն խնդիր ունեն, որ որքան հնարավոր է լավ գործարք ստանան, սա նաև նախընտրական շրջանում կարող են հրամցնել իրենց հանրությանը, որովհետև իրենք տարիներ շարունակ Օբամայի կողմից կնքված միջուկային գործարքը քննադատել են։ Թրամփ ասում էր դա դարի ամենավատ գործարքն է։ Եվ ես եկել եմ ավելի լավ գործարք ձեռք բերել, բայց հիմա գործարքը տեսնում ենք իբր կա, բայց կյանքի չի կոչվում։ Տեսնում ենք վերջնական արդյունք, վերջնական չկա։ Այնպես որ Թրամփն էլ կփորձի ինչ որ մի փուլում արդեն այդ վերջնական արդյունքը պրոդուկտը մատուցել իր հանրությանը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Վարդանյան այսօրվա հարցազրույցի համար։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում, այնպես որ հետևենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։